Ինչքան մոտենում ենք համապետական ընտրություններին, այնքան ազգային ժողովում գտնվող սպառված ուժերը սկսում են խոսել թալանից, դղյակներից և դավաճանությունից, մինչդեռ ազգային ժողովում գտնվող անխտիր բոլոր ուժերը իրենց մասնակցությունը ունեցել են Հայաստանի Հանրապետության կորուստների և թուլացման հարցում։ Նախկին իշխանություններին շատ լավ գիտենք, 30 տարի է տեսնում ենք, ինչով են նրանք զբաղվել և զբաղվում մինչ օրս։ Գործող իշխանության էլ արդեն 7 տարի է տեսնում ենք, այս մարդիկ ոչ թալան հետ բերեցին, ոչ թալանչի դատեցին, միայն խոսում են օդի մեջ։ ՔՊ-ական պատգամավորները այնպես են խոսում դղյակներից, կարծես իրենք չեն 7 տարի իշխանության և քննադատում են ինչ-որ անհասկանալի իշխանության։ Դա իրենց լավագույն գնահատականն է, հանցավոր անգործություն և ապիկարություն։ Այսօր չկա Քոչարյան Սերժ հակամարտություն, չկա նախկինների ու Նիկոլի հակամարտություն, կա այս 3 մարդկանց գործունեության և համագործակցության հետևանքով կորուստներով լի և թուլացած Հայաստան։ Սա է իրականությունը։ 2018 թվականին ժողովուրդը մերժում էր Սերժին և հավաքական նախկիններին, իսկ այսօր 2025 թվականին Քոչարյանն էլ կա, Սերժն էլ կա, և սա է նրանց պահապան-հրեշտակ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքը։ Այնպես որ այս տարի կլինի ընտրություն, թե մյուս տարի կլինի, հայ ժողովուրդը պետք է հստակ որոշի ու մերժի այս 3 մարդկանց և ազգային ժողովում գտնվող բոլոր ուժերին։ Նրանք այլևս սպառված են, անելիք և ասելիք չունեն։ Հայաստանին նոր շունչ է անհրաժեշտ։